Այնուհետև շատ կարևոր փուլ էր թուրքական ժողովրդականության դեմ պայքարը։ Մինչև Սերժ Սարգսյանի կառավարումը թուրքական ժողովրդականության դեմ պայքարը դրված չէր միգուցե օբյեկտիվ պատճառներով ամեն ինչը պետք է լիներ հերթով իր ժամանակին այդպես մեծ ռելսերի վրա։ 15 թվականի ապրիլի 2-ին Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ ես մեկնեցի Կիպրոս, պայմանավորվեցինք Կիպրոսի մեր գործընկերների հետ, հանդիպեցինք Կիպրոսի խորհրդարանի նախագահ պարոն Օմիրուի հետ եւ Կիպրոսի խորհրդարանը 15 թվականի ապրիլի 2-ին հատուկ նիստով դատապարտեց թուրքական ժողովրդականությունը, քրեականացրեց Կիպրոսի տարածքում Եվրամիության անդամ երկիր Կիպրոսի տարածքում քրեականացված է հայոց ցեղասպանության ժողովրդականությունը։ Նույնը հաջորդ տարի տեղի ունեցավ Ֆրանսիայում։ Իմի բերելով այս ամենը, ուզում եմ հստակ նշել, որ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակաշրջանում հայոց ցեղասպանության դատապարտումը ոչ միայն չնահանջեց, այլ նոր թափ ստացավ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակաշրջանում Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին ոչ միայն բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցները ճանաչեցին հայոց ցեղասպանությունը, այլ նաև Հայաստանը դարձավ ընդդեմ ցեղասպանությունների միջազգային շարժման առաջամարտիկ երկիր, ինքը նախ դատապարտելով այս ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունները, զորօրինակ հույների, ասորիների ցեղասպանությունը Թուրքիայում եւ եզիդների ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում իսլամական պետության կողմից։ Եվ մյուս կարևոր որակական փոփոխությունը, որ մենք չսահմանափակվեցինք միայն ցեղասպանության դատապարտումով, այլ քայլեր սկսեցինք կատարել հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելու ուղղությամբ, դրա վարվակայությունը եւ Կիպրոսի խորհրդարանի օրինագիծներ եւ Ֆրանսիայի խորհրդարանը։ Եզրափակելով խոսքս ուզում եմ ներկայացնել Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից մի հատված, որը նա նշեց, խոսեց Նյու Յորքում ՄԱԿ-ի 72-րդ դարաշրջանում ասամբլեայում։ Նա ասեց. 18 թվական մենք մտնելու ենք առանց այս չարաբաստիկ արձանագրությունների, որովհետև այդ արձանագրությունները Թուրքիան փորձում է շանտաժի ենթարկել Հայաստանին։ Իսկ մեր համար հայրենիքը սուրբ է, մեր նահատակների իշտակը սուրբ է եւ Հայաստանի Հանրապետությանը հնարավոր չէ ստիպել, որպեսզի նա անցնի կարմիր գծերը։ Այսպիսով, երբ որ Հայաստանը ուներ նորմալ ազգային շահերը սպասարկող իշխանություն, իդեմս Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության, կար Արցախ-Հայաստան սփյուռք եռամիացություն, եւ մենք բոլորս գործում էինք հաշվի առնելով եւ կենտրոնում ունենալով Հայաստանի Հանրապետության, Արցախի, ինչու՞ չէ մեր թուրքահայ եղբայրների եւ քույրերի ազգային շահը։ Ինքնիշխանությունը այն ժամանակ էր, երբ որ հայկական օրակարգով Պուտինն ու Օլանդը Տիցերնակաբերդում ելույթ էին ունենում։ Իշխանությունը այն ժամանակ էր, երբ որ Հայաստանը դառնում էր ընդդեմ ցեղասպանությունների պայքարի առաջամարտիկ։ Ինքնիշխանությունը այն ժամանակ էր, երբ որ Հայաստանի պատվիրակները լինում էին տարբեր երկրներում, Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանները գիշերները չէին քնում։ Ինքնիշխանություն, անկախություն այն ժամանակ ա եղել։ Դժբախտաբար այսօրվա ուրացման քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ մենք, եթե նմանատիպ այս դժոխային իրավիճակը շարունակվի, հստակ քայլերով գնալու ենք դեպի վիլայեթացման կամ ադրբեջանացման։ Եվ դրա համար է այս միջոցառումը նաև, որպեսզի ոչ միայն Հայաստանում, այլ նաև եւ մեր բարեկամ, եւ մեր դաշնակից, եւ մեր ոչ բարեկամ երկրներում տեսնեն, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, կան քաղաքացիական ու հասարակական ինտելեկտուալ շրջանակներ, կան քաղաքացիներ, որոնց համար
ինչպես պարոն Մելքոնյանը նշեց, ընդդեմ մարդկության ոչրագործությունները ժամանակ չեն ճանաչում։ Շնորհակալ եմ։